Շուրջ 500 կամավոր մեկնել է հատիս։ Քաղաքացիների նպատակն է մասնակիցը դառնալ Հիսուս Քրիստոսի աշխարհում ամենաբարձր արձանի տեղադրման շինաշխատանքներին։ $2500 մետր բարձրությունը հաղթահարելուց հետո Հայաստանի տարբեր բնակավայրերից ու արտերկրից կամավորական աշխատանքներին միացած քաղաքացիները մեծ ոգևորությամբ ու զուռնադհոլով շտապում են շինհրապարակ Հայաստանի համար կարևոր նշանակություն ու խորհուրդ ունեցող արձանի տեղադրման աշխատանքներին մասնակցելու համար։ Նախաձեռնության հեղինակ Գագիկ Ծառուկյանի գնահատմամբ համաքրիստոնեական կառույցի հիմքում նաև աշխարհասփյուռ մեր հայրենակիցներին համախմբելու գաղափարն է։ Խորհրդանշական վայրում կամավորները միասնության շուրջ բար են բռնում։ Շինարարներին են միացել նաև Հայաստանում Բելարուսի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարն ու նրա խորհրդականը։ Կամավորական աշխատանքներին միացած արցախցիները դեսպանատան աշխատակիցներին ու հյուրերին Արցախի բաղադրատոմսով պատրաստված փախլավա են հյուրասիրում։ Впечатления самые потрясающие. Հիանալի տպավորություններ ունեմ, զգացողություններս չեն բացատրվում։ Այս համալիրից փոխանցվող մեծ ուժը զգալու համար պետք է ուղղակի այստեղ գտնվել։ Առաջին անգամ եմ այստեղ եւ կարծում եմ, որ այս համալիրը կարևոր նշանակություն ունի հայ-բելարուսական հարաբերությունների համար, որովհետեւ մենք եւս քրիստոնյա ենք, մեզ միավորում է քրիստոնեությունը։ Վստահ եմ այս ծրագրի հաջողության հարցում այստեղ մեծ թվով հյուրեր ու զբոսաշրջիկներ կգան։ Видим, насколько масштабный этот проект. Տեսնում ենք, ինչ մեծամասշտաբ ծրագիր է իրականացվում։ Այն հետաքրքիր ու կարևոր է ոչ միայն հայ ժողովրդի համար, այլև մյուս ազգերի, հատկապես քրիստոնյաների։ Վստահ եմ, բոլոր քրիստոնյա երկրների ներկայացուցիչները գալու են այստեղ։ Սա դարերով մնայուն ու սերնդեսերունդ փոխանցվող հզոր գործ է, ասում են շինաշխատանքներին միացած կամավորները եւ պատմում տպավորությունների մասին։ Մեր ազգին շատ պետք է այս պահին եւս մեկ անգամ հիշենք, որ մենք առաջի քրիստոնյա ազգն ենք, հիշենք Քրիստոսի պատվիրանները, հիշենք, որ պետք է սիրենք, ներենք, համախմբենք մեր երկրի, մեր ժողովրդի շուրջը։ Շնորհակալություն պարոն Ծառուկյանին, իր անունը ոսկե տար գրվելու է հայոց պատմության մեջ։ Մեր զգացողությունները, մեր ապրումները նկարագրելի են։ Շատ մեծ կարևոր ինքը ոգևորություն կլինի թե մեր հայազգի համար, թե մեր ժողովրդի համար։ Բետոնը լցրել ենք դարերի համար։ Կհիշվի, մեր թորները կհիշեն այս գործը։ Սա պատմական գործ է, սա հիշարժան է շատ։ Տարիներ անց մեր երեխեքն էլ նայելու են, ասեն մենք ստեղ մեր չափ մի դույլ ցեղն ենք հիմքերին լցրել։ Լեռան գագաթին ընթացող շինաշխատանքներին մասնակցելուց նախագծի ողջ ծավալը տեսնելուց հետո Հայաստան-Արցախ համահայկական երիտասարդական միության նախագահ Լիաննա Մանուկյանը կամավորականներին փոխանցեց նախագծի հեղինակ Գագիկ Ծառուկյանի ողջույնի խոսքը։ Փոխանցում եմ ջերմ ողջույնները պարոն Ծառուկյանի։ Ցավոք սրտի այսօր հնարավոր չեղավ կազմակերպել, որպեսզի անձամբ այստեղ ներկա գտնվի պարոն Ծառուկյանը, բայց վստահաբար առաջիկայում էլի ունենալու ենք հնարավորություններ այստեղ հենց հատիսի գագաթին հանդիպել պարոն Ծառուկյանին։ Շնորհակալ եմ ձեզ, որ ձեր մասնակցությունն եք ունեցել հենց այս պատմական իրադարձությանը։ Հիսուս Քրիստոսի արձանը լինելու է համախմբման վերածննդի խորհրդանիշ։ Եվ որ ամենակարևորն է, մենք պետք է համախմբվենք հենց Աստծո խոսքի կողքին ու թշնամությունն ու նախանձը վերացնենք մեր միջից, որովհետև հայերը պետք է միշտ լինեն հպարտ, գլուխը բարձր, չլինեն խեղճացած։ Քաղաքացիների տպավորություններն ու ոգևորությունը մեծ է, ասում են յուրաքանչյուր քրիստոնյա պետք է սիրով ու նպատակով միանա համազգային այս կառույցի շինաշխատանքներին։ Շատ կարևոր գործ է, բոլորիս համար ընդունելի ու գովելի։ Տարիներ հետո բոլորս հիշելու ենք այս ամեն ինչը։ Տպավորությունները շատ մեծ էր։ Մենք շատ ուրախ ենք, որ նման գեղեցիկ
վայր ենք բարձրացել, թող Աստված օրհնի եւ Աստված թող կատարի բոլորիս երազանքներն ու ցանկությունները։ Ռուսաստանից ատուկ եկել եմ մասնակցեմ այս հաճելի միջոցառումը։ Հպարտեմ, որ մեր հայրենիքը կարացել են sense բան կազմակերպեն։ Կարդացի պարոն Ծառուկյանի ուղերձը, համամիտ եմ իր հետ, սա համազգային մեծ կառույց է։ Տղաներից հետ եմ եկել։ Պատմական պահ է կարծում եմ, իհարկե հիշելու են, պատմական պահի ականատես եղան։ Շատ ուրախ ենք, շատ տպավորված ենք եւ անհամբեր սպասում ենք, որպեսզի այս ամենը իրականացվի եւ ականատես լինենք այս ամենին։ Պարոն Ծառուկյանի խիզախ գաղափարի իրականացումը դառնալու է մեր պատմական, մշակութային հզոր արտահայտություն եւ մեր երկրի մշակութային ժառանգության մեծ խորհրդանիշ։ Պատահական չէ, որ մարդիկ խորհրդանշական վայր այցելում են հույսով, հավատով ու այն գաղափարով, որ Քրիստոսի արձանը հայ ժողովրդի միասնության ու վերելքի խորհրդանիշն է դառնալու։ Յուրաքանչյուր հայ պետք է հավատով հասնի այս վայր ու հպարտությամբ գնա այստեղից մինչ նոր վերադարձը։ Արթուր Հակոբյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։